Մեզ ահազանգող հեռուստադիտողները շատ հաճախ ներկայացնում են ժառանգական իրավահարաբերությունների հետ կապված վեճեր եւ կրկին այսօր այս տաղավարում հյուրընկալել ենք Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբանական ակադեմիայի դասախոս Իրեն Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ կրկին մեր տաղավար հյուրընկալելու համար։ Եվ ես այս պահին առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ հասկանալ, թե ինչ թեմա ենք այսօր միասին քննարկելու։ Շատ լավ։ Մեր խմբագրություն դիմաց հերթական քաղաքացին ցանկանում էր ներկայացնել իր խնդիրը եւ մասնագետից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Հայրս մահացել է 2 տարի առաջ եւ այս 2 տարիների ընթացքում ոչ ես, ոչ մայրս, ոչ եղբայրս ժառանգություն չենք ընդունել։ Վերջերս իմացանք, որ եղբայրս դիմել է դատարան, փաստացի ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչվելու համար, սակայն եւ տունը եւ ավտոմեքենան տիրապետվում եւ օգտագործվում են իմ եւ մորս կողմից։ Խնդրում եմ ասել, ինչպես կարող ենք պաշտպանել մեր իրավունքը եւ նման իրավիճակներից խուսափելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկի քաղաքացին։ Արդյոք այս պահին նոտարական կարգով կարող ենք հաստատել մեր իրավունքը, թե պետք է ներգրավենք դատական process-ի մեջ։ Շնորհակալ եմ։ Իհարկե, այո, հանդիպում ենք նաև այնպիսի դեպքերի, երբ հենց ընտանիքում մեկ ընտանիքի անդամներ միմյանց հետ կռիվ են տալիս ունեցվածքի համար, եւ հենց այստեղ շատ կարեւոր է, որպեսզի այս վեճը, այս կռիվը դադարեցնելու օրենսդրական մեխանիզմներ լինեն, սաստեն, այսպես ասած, կողմերին։ Խնդրեմ։ Իրականում շատ հաճախ հանդիպող երևույթ է, մենք պրակտիկայում բազմաթիվ անգամ բախվում ենք նման խնդիրների հետ եւ այստեղ շատ կարեւոր է գիտակցել, որ այնուամենայնիվ ժառանգների շրջանակում, եթե բոլորը ըստ օրենքի հասանելի, ժառանգներ են, նրանք կարող են բոլորն էլ հավակնել եւ ժառանգական զանգվածը, այսպես ասած, ձևակերպել նաեւ իրենց անունով։ Խնդիրը հիմնականում կայանում է նրանում, որ մեր հայկական մենտալիտետի շրջանակներում միշտ մտածում են, որ եթե ինչ-որ մի ժառանգ խնամել է ժառանգատուին, բնակվել է նրա հետ, հոգ է տարել նրան նկատմամբ, նա միայն կարող է ստանալ, իսկ այն մյուսները ոչ, ովքեր որ օրինակ թեկուզ գտնվել են արտերկրում։ Ըստ էության ոչ, օրենսդիրը չի տալիս նման տարընջատում եւ բոլորը հավասար իրավունքներով առաջին հերթի, երկրորդ հերթի եւ ըստ մինչեւ 4-րդ հերթի ժառանգներ իրավունք ունեն հավասար հիմունքներով ստանալ ժառանգություն։ Եվ տվյալ իրավահարաբերության շրջանակներում հաշվի առնելով, որ կողմերը ըստ էության ժամկետում չեն դիմել նոտարին, սակայն փաստացի տիրապետման հիմքով ընդունել են ժառանգությունը, ինչպես փաստում է մեր դիմումատուն, տվյալ իրավահարաբերության շրջանակներում իհարկե, եթե առկա են փաստացի տիրապետման վերաբերյալ ապացույցներ, կարող են հանգիստ դիմել եւ ձևակերպել ժառանգությունը։ Մեկ այլ խնդիր է, արդյոք դա հնարավոր է այս փուլում նոտարական կարգով ձևակերպել, երբ ունենք իրավիճակ, որ մյուս ժառանգը արդեն իսկ դիմել է դատարան։ Տվյալ դեպքում, եթե արդեն դիմել է դատարան, ապա մյուս ժառանգները եւս պետք է դիմեն դատական կարգով իրենց իրավունքները վերականգնելու համար։ Իսկ առհասարակ, որպես ծանուցում մեր հանրությանը, ես կտեղեկացնեմ, որ միանշանակ նաեւ արտադատական կարգով է հնարավոր փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունումը իրականացնել նոտարական կարգով, այսինքն արտադատական կարգով։ Բայց այս խնդրի շրջանակներում անշուշտ պետք է դիմեն դատարան, քանի որ արդեն իսկ որոշակիորեն արկա է վեճ եւ վեճի շրջանակներում մեկ այլ մյուս ժառանգը դիմել է դատարան, հետեւաբար մյուսները եւս պետք է դատական կարգով փորձեն ներգրավել process-ին եւ ապացուցել նաեւ իրենց կողմից ընդունումը, որը արդեն կարծում եմ վերջնական բոլորի մասով կհաստատվի ժառանգության ձևակերպումը։ Շատ լավ, ես առաջարկում եմ խոսել նաեւ նրա մասին, որ սովորաբար նմանատիպ դեպքերում քաղաքացիները այսպես մտածելով, թե ով է իրենց խնամել, ով է իր հոգսը հոգացել, կտակ ենք ասում։ Եվ փաստացի անգամ կտակի դեպքում լինում են բացառություններ, որոնք օրենքով սահմանված են, այսինքն անձիկ, որոնք անկախ կտակի առկայության մեկ է ըստ օրենքի ժառանգության իրավունք են ստանում, որոնք են այդ դեպքերը եւ սովորաբար օրինակ մեր քաղաքացիներին, ովքեր այս պահին դիտում են հաղորդաշարը եւ մտաբախություն ունեն օրինակ իրենցից հետո թողնվող գույքի ճակատագրի մասին, կտակը լավ գործիք է ժառանգական այս խնդիրները վերացնելու համար, կռիվները։
Ըստ էության կտակը դա ժառանգատուի կողմից իր գույքի ճակատագրի որոշման սահմանումն է։ Հետևաբար կտակը ըստ էության օրենսդիրը եւս շատ կարեւորում է եւ այսպես ասած առավելություն տալիս ըստ օրենքի նկատմամբ։ Ինչու՞, որովհետեւ ասում է այն դեպքում, եթե չկա կտակ, ապա կամ կտակված է գույքի ոչ ամբողջական մասը, նոր չկտակված մասով բացվում է ըստ օրենքի ժառանգություն։ Հետևաբար այստեղ կտակը միանշանակ շատ կարևոր հանգամանք է։ Սակայն մենք ունենք շատ կարևոր մի հանգամանք, որտեղ օրենսդիրը կարծես թե որոշակիորեն համաչափ, իրավաչափ սահմանափակել է կտակի, այսպես ասած, ազատությունը պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների շրջանակով։ Ինչու՞, որովհետև կտակը ինքը քանի որ ազատ է եւ ժառանգատուն կարող է կտակ իրականացնել լրիվ երրորդ անձի նկատմամբ, այսինքն ազգակցական որևէ կապ չունեցող անձի նկատմամբ, եւ որպիսի ժառանգատուի առաջին հերթի այնպիսի ժառանգներ, ովքեր 60 տարին լրացած են, անչափահաս են կամ ունեն անաշխատուն, անգործունակ են անաշխատունակ, ապա նրանք ունեն պարտադիր բաժնի իրավունք, այսինքն անկախ կտակի առկայությունից։ Դա այն է, որ նրանք կարող են որոշակի մաս ստանալ կտակված գույքից։ Այսինքն օրենսդիրը այնպիսի մի խոցելի խումբ է առանձնացրել սոցիալական ապահովության շրջանակներից ելնելով, որպեսզի այդպիսի կատեգորիայի անձինք, ժառանգները չզրկվեն առհասարակ ունեցվածքից։ Հետևաբար կտակի ազատությունը որոշակիորեն այդ պարտադիր բաժնի իրավունքով սահմանափակվում է, որը ըստ իս բավականին իրավաչափ է, որովհետև մի դեպքում մենք ունենք այո ժառանգներ, որոնք որ իրականում խոցելի կարող են լինել տվյալ շրջանակներում։ Շատ լավ։ Խնդրում ներկայացված էր իրավիճակ, երբ փաստացի ժառանգության իրավունք ունեին 3 անձ, քույրը, եղբայրը եւ կինը։ Այստեղ բաժինների մասին փոքր խոսենք։ Մայրը ստանում է որքան բաժին եւ որքան բաժին են ստանում երեխաները գույքից։ Արդյոք հավասար է 3-ի բաժինը։ Ըստ էության ժառանգների միջև ըստ օրենքի ժառանգման պարագայում, եթե չկա կտակ բաժինների տարբեր չափերով կտակում, անշուշտ հավասար հիմունքներով բոլորը, այդ թվում կինը եւ երեխաները ժառանգական զանգվածից ստանում են հավասար բաժիններով։ Շատ հաճախ թյուրիմացություն ընկալում է հանրության մեջ, որ կինը շատ ավելին է ստանում։ Այստեղ ես կցանկանայի ասել, այստեղ ոչ թե ժառանգական զանգվածից է ավելին ստանում, այլ շատ հաճախ լինում են իրավիճակներ, երբ ժառանգատուն գույքը ձեռք է բերել համատեղ կյանքի ընթացքում եւ համատեղ կյանքի ընթացքում ձեռբերված գույքի բնականաբար 50%-ը պատկանում է տիկնոջը, այսինքն մեր զանգվածը կազմեց ամբողջ գույքի 1/2 բաժինը եւ անշուշտ 1/2 բաժինը, եթե բոլոր ժառանգները ընդունում են այդ թվում կինը, հավասար այդ 50%-ը կբաժանվի ժառանգների 3 ժառանգի միջև 1/2 բաժիններով եւ գումարվելով տիկնոջ ունեցած, եթե նա ունի, հա, այդ գույքում 50% բաժին կգումարվի եւ անշուշտ ամբողջ տան ծավալի մեջ զանգվածի մեջ նրա բաժինը ավելի մեծ կկազմի։ Սա է հիմնական թյուր ընկալումը, որ մտածում են, որ ժառանգությունը հավասար չի բաշխվում, չէ, հավասար ըստ օրենքի բաշխվում է, պարզապես զանգվածը որքան որ կկազմի եւ լինում են իրավիճակներ, որ օրինակ մյուս ժառանգները եւս տան գույքում ունեն որոշակի բաժնեմասեր։ Հետևաբար գնում դա նաեւ գումարվում է իրենց ունեցած բաժնեմասին, կրկին ծավալը զանգվածում մեծանում է։ Այսինքն ըստ էության սա է հիմնական մեխանիզմը, որ եթե ըստ օրենքի ժառանգություն է, ապա հավասար հիմունքներով բաշխվում է ժառանգների միջև։ Իսկ կտակի պարագայում ժառանգատուն ինքը կարող է որոշել, ում որքան բաժնեմասով կտակը անել։ Էլի լինում են իրավիճակներ, երբ ընդհանուր է իրականացվում եւ լինում են իրավիճակներ, որ սահմանում է, որ օրինակ զանգվածի 1/2-ը տիկնոջս, մյուս 1/2-ը երեխաներին հավասար, այսինքն արդյունքում դառնում է 1/2։ Համենայն դեպս այս պահին պետք է արձանագրել, որ կտակը այն միջոցն է, այն գործիքը, որը կարող է զերծ պահել ժառանգներին իրար մեջ վեճ ունենալուց։ Այո, նաև դա որոշակիորեն շատերը չգիտեմ ինչի խուսափում են կտակից, մտածում են կտակը այդքան պաշտպանված չէ, բայց ըստ էության կտակի անվավերությունը դա լուրջ խնդիր է, որովհետև մենք գործում ենք ժառանգատուի կամքի հետ, դա այնպես հեշտ անվավեր լինելու չի։ Ուղղակի ժառանգների հիմնական մտավախությունը կտակի պարագայում կայանում է նրանում, որ ժառանգատուն կենդանության օրոք ցանկացած պահի կարող է վերացնել կտակը, փոփոխել կտակը, որը նաև լծակ է ժառանգատուի ձեռքին այդ գույքի տնօրինման մասով, ինչը ես օրինակ շատ կարևորում եմ եւ այո, իհարկե։ Հետևաբար դրանից ելնելով միշտ օրինակ հաճախ պրակտիկայում ասում են դե եկեք նվիրատվություն թող ձևակերպվի, բայց չենք մոռանում, որ նվիրատվությունը դա անշուշտ արդեն իսկ
կյանքի օրոք սեփականության իրավունքի փոխանցում է ենթադրում, իսկ կտակը ոչ, կտակը բացվում է մահից հետո եւ սեփականության իրավունքը ժառանգներին փոխանցվում է բացառապես ժառանգատուի մահից հետո։ Շատ լավ։ Ես իհարկե նաև պետք է մեկ մեջբերում անեմ, բոլորովին վերջերս կրկին նորից ահազանգ էինք ստացել մի աղջկանից, ով պնդում էր, որ իրեն ժառանգությունից զրկել են այն հիմքով, որ դու աղջիկ ես, ժառանգության զանգվածը միայն եղբորը կարող է անցնել։ Իհարկե, կարծում եմ, մեր քաղաքացիների մեծ մասը արդեն իսկ տեղեկացված է եւ գիտի հավասար իրավունքների եւ պարտականությունների մասին, բայց մի փոքր կուզեի նաև անդրադառնալ նման դեպքերի։ Պրակտիկայում ունեցել եք նման դեպքեր։ Շատ ենք ունեցել, այս վերջին տարիներին այդքան չէ, կարելի ասել գրեթե չէ, բայց նախկինում, երբ որ նոր սկսել էի նոտարական ոլորտում աշխատել, շատ էր այդ երևույթը, ինչու որովհետև դա մեր կրկին խոսում է մեր մենտալիտետի մասին։ Մեր հայկական ընտանիքներում նախկինում ինչպես ընդունված է եղել, տունը դա տղայինն էր, հա, աղջիկներն ամուսնացել եւ հեռացել են տնից։ Սակայն եւ անգամ իմ դատական պրակտիկայում աշխատած տարիներին, երբ որ ես աշխատում էի, նմանատիպ խնդիրներ էինք մենք ունենում, որ ինչի պետքա կինը այդ քույրը գա եւ հավակնություն ունենա տան նկատմամբ, եթե ինքը ամուսնացել եւ գնացել է։ Իրականում սա լուրջ խնդիր է, սա մտածելակերպի հարց է եւ վերջին տարիներին կարծես թե շատ ավելի մարդիկ իրազեկ են դարձել եւ հասկանում են, որ այստեղ էլ չունենք մենք այդ նման ձևակերպումների հետ եւ առհասարակ բոլորը հավասար հիմունքներով ժառանգ են եւ բոլորն էլ կարող են հավաքվել։ Երևի հենց այդ իրազեկվածությունն է, որ բերել է այսպես ընտանեկան վեճերի ազգակիցների միջև։ Այո, նաեւ դա, ինչու, որովհետեւ օրինակ լինում են իրավիճակներ, որ երբ որ քույրը գալիս է ընդունելու, միանգամից սկսում է վեճը, որ ինչի ես դու ընդունում, ես իմ պրակտիկայում շատ մի քանի դեպքեր ունեցել եմ, որ մինչև հիմա իրար հետ չեն խոսում, բայց նա ասում է դա իմ իրավունքն է, ես կարող եմ ընդունել եւ ընդունում եմ այսքան բան, այլ ասում է, բայց իմն է այդ տունը եւ այլն։ Այսինքն այստեղ դեռ շարունակում են այդ մտածելակերպով մարդիկ ապրել, ինչը բնականաբար դուրս է օրենսդրական դաշտից եւ պետք է հանրությունը մի բան իմանա, որ բոլորը հավասար հիմունքներով անշուշտ ժառանգ են եւ կարող են դիմել։ Անգամ ես ներողություն նաեւ հավելեմ, որ շատ հաճախ խոսակցական իմաստով օրինակ ընդունված է, որ բա ավտոմատ չի անցնում մամային։ Անգամ նման հարցեր են շատ հաճախ գալիս տալի այդ ժառանգները, ովքեր որ չեն դիմել։ Ու երբ որ իրենք իմանում են, որ ոչ, ավտոմատ անցում չկա եւ բոլորը հավասար հիմունքներով պետք է ընդունեն կամ կարող են հրաժարվել, այս դեպքում նոր մարդ ժառանգները հիմնականում երեխաները գիտակցելով, որ իրենք կարող են հավակնել, դիմել, ստանալ, պատկերացրեք, որ հրաժարում չեն ունենում նմանատիպ իրավիճակներում, երբ որ գիտեին ավտոմատ պետք է փոխանցվի ու մեկ էլ պարզվում, որ չէ, իրենք էլ կարան ստանալ, միանշանակ դիմում են ընդունման, ոչ թե հրաժարվում։ Շատ լավ, շնորհակալ եմ անչափ կարևոր տեղեկատվություն մեզ հաղորդելու համար։ Ես մեր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ այնինչ որ այստեղ խոսում ենք եւ քննարկում, կարևոր է իմանալ։